Հարգելի գործընկերներ, մի թեմա կա, որին ես ուզում եմ անդրադառնալ։ Նախորդող շրջանում ես չնախատեսված այցեր եմ կատարել մի քանի տեղեր եւ մանկապարտեզներից մեկում նորակառույց, այսինքն վերջին շրջանում կառուցված մանկապարտեզներից մեկում ականատես եմ եղել հետեւյալ տեսարանի, որ սանհանգույցում զուգարանակոնքերի վրադիրները կամ ջարդուփշուր եղած են կամ ընդհանրապես գոյություն չունեն, սանհանգույցը գտնվում է վատ սանիտարահիգիենիկ պայմաններում, իհարկե սա մեզ համար սովորական տեսարան է, բայց սովորական տեսարան, երբ որ խարխուլ դպրոցներ կամ մանկապարտեզներ են լինում, մենք տեսնում ենք այդպիսի տեսարան ենք տեսնում, մի կերպ ինչ որ ձևով հասկանում ենք, որ այդտեղ պայմանները պահելը շատ դժվար է, բայց երբ որ խոսքը գնում է նորակառույց մանկապարտեզի մասին, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել։ Ընդ որում, երբ որ ես գնում եմ դպրոցներ, մանկապարտեզներ ընդունելու, տեսնելու, ես տեսնում եմ, որ նկատում եմ, որ ասենք օրինակ զուգարանակոնքերի վրադիրները ամենալավ եւ բարձր որակի չեն, բայց ես ելնում եմ այն կանխավարկածից, որ տրամաբանականը, որ դրանք ժամանակ առ ժամանակ պետքա փոխվեն։ Այսինքն դա մի բան չի, որ մենք այնպիսի ներդրում պետքա անենք, որ առաջիկա 5 տարում այդ դրանք պետքա մնան։ Դրանք պետքա պարբերաբար փոխվեն եւ դա էլ կուլտուրայի մաս է, եւ էլ չեմ ասում, որ երեխաների կրթության համար հատկապես ասենք ենթադրենք աղբի հետ առնչվելու կուլտուրան, սանհանգույցների հետ առնչվելու կուլտուրան շատ էական է։ Բայց ես ինչի համար եմ ասում, ես հրահանգել եմ, որ տվյալ մանկապարտեզի տնօրենը ազատվի աշխատանքից։ Եվ սա ինչի համար եմ ասում։ Ուզում եմ ես գլխից ասել, ես չնախատեսված այցեր եմ կատարելու ամենատարբեր տեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, զորամասեր, ուր ասես։ Բայց կոնկրետ ցանկացած դպրոցում, ցանկացած մանկապարտեզում, երբ որ ես նման բաներ տեսա, ես այս գլխից ուզում եմ արձանագրենք, որ եթե դա վերաբերվում է վարչատնտեսական պատասխանատուին, ուրեմն վարչատնտեսական պատասխանատուն չի աշխատելու, ազատվելու աշխատանքից, առանց բացատրությունների, առանց որևէ բանի։ Նույնը մանկապարտեզ, ես ուզում եմ, որ մենք սա գիտություն ընդունենք։ Ընդ որում ես հիմա առաջիկայում ավելի ու ավելի շատ չպլանավորված, քան թե պլանավորված այցելություններ եմ կատարելու, երբ որ ասենք գիտեն, որ վարչապետը գալիս է, ամեն ինչ բան դզած, փչած, շպարած, կպցրած եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք, հատկապես դպրոցների, նորակառույց դպրոցների եւ մանկապարտեզների դեպքում։ Ընդ որում մենք մեր ճիշտ եմ, չի հասկանում, որ մենք մեր բյուջետային համակարգով այնպես ենք արել, որ մենք շահագործման պատշաճ մակարդակ ապահովենք բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզների դեպքում էլ կառուցելուց առաջ մենք համայնքների հետ պայմանավորվել ենք, որ պետք է հստակ բյուջետավորվի դրանց պատշաճ պահպանության ծախսերը։ Հիմա ելնելով այս կանխավարկածից, ցանկացած տեղ, երբ որ ես տեսա այս պատկերին, այսինքն այն նախագծայինից շեղված իրավիճակ, ուզում եմ արձանագրել, որ տվյալ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը այլևս պետքա չաշխատի, շատ արագ օրերի ընթացքում պետքա ազատվի աշխատանքից։ Եթե որևէ մարզում, որևէ համայնքում այս երևույթը կլինի կրկնվող, այսինքն դա ոչ թե մի տեղում կտեսնենք, երկու տեղում կտեսնենք, արդեն անդրադարձա լինելու բոլոր այն պաշտոնյաներին, ովքերի պաշտոն է պարտավոր են վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ իրավիճակները չլինի։ Ես էլի ուզում եմ հերթական անգամ ասել. սանհանգույցը սանհանգույց է, պահեստը պահեստ։ Չի կարող անենց լինի, որ սանհանգույցը դառնա պահեստ, պահեստը դառնա սանհանգույց, կամ այսպիսի բան անեն, ընթացիկ փոխատեղումներ տեղի ունենան։ Այսինքն պետքա շենքերը, կազմակերպությունները շահագործվեն պատշաճ մակարդակում եւ սպասարկվեն պատշաճ մակարդակում։ Մենք դրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները եւ նախապայմանները, այդ թվում բյուջետային։
եթե ինչ որ բան շեղում է, անհատական պատասխանատվություն անպայմանորեն պետք է առաջ գա։ Որևէ այլընտրանք եւ կոմպրոմիս այստեղ չի կարող լինել։ Ես այս հարցը այնքան եմ կարևորում, որ հարկ եմ համարում դրա մասին կառավարության նիստում խոսել, որովհետեւ այստեղ խնդիրը միայն կոնկրետ այդ օրը, այդ պահին ստեղծված իրավիճակի մասին չի։ Խնդիրը այն երկարաժամկետ ազդեցության մասին է, որ երեխեքին մենք այդ միջավայրում պահելով եւ այդ տեսարանները սովորական դարձնելով եւ առօրյա դարձնելով մեր երեխաների համար, մենք հետագայում խնդիրներ ենք ստեղծում մեր երկրի համար, այդ թվում երեխաների համար, որոնք իրենց կյանքի կազմակերպման, այդ հետագայում, երբ որ մարդիկ գնում են, ասում են, այս չեն կարող անենք, այն չեն կարող անենք, այն չի ստացվում, այն չի ստացվում, մեզնի ոչ մեկը չի տենում կապը այդ իրավիճակի եւ 20 տարի հետո տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ես տեսնում եմ այդ կապը եւ այս հարցերով զբաղվելը համարում եմ գերսկզբունքային, որովհետեւ երբ որ մենք իրավիճակների առաջ ենք կանգնում եւ չենք հասկանում, այս բանը ինչի մեզ հետ տեղի ունեցավ եւ ինչն է պատճառը, որ սա տեղի է ունենում։ Տեղի է ունենում այդ եւ նմանատիպ բազմաթիվ պատճառներով, որոնք մենք նայում ենք կամ չենք նկատում, կամ են նկատում ենք, ասում ենք, հա դե լավ, ինչ ա որ։ Այդ մեր հարցն է, մենք պետք է դրանով զբաղվենք։ Այո, ես անձամբ դրանով զբաղվելու եմ։ Եվ թող ուզում եմ ասել, որ առաջիկայում էլ աշխատանքի մեջ կլինեմ, թե արձակուրդում նույնիսկ կլինեմ, ես ամենաանսպասելի ժամանակ, ամենաանսպասելի տեղեր մտնելու եմ, տեսնելու մեր քաղաքականությունները ինչպես են իրականացվում, որովհետև այդ թվում այս ընթացքում համոզվել եմ, որ մեր քաղաքականությունները նենգափոխվում են, խեղաթյուրվում են, երբեմն նույնիսկ միտումնավոր է դա արվում, երբեմն չիմացությամբ է դա արվում, բայց չիմացությամբ տառապողը ինչ գործ ունի այդ պաշտոններում աշխատելիս։ Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք։